դեպքում այլևս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով ծանուցումը եւ ազդարար AM կայքում չի տեղադրվելու ծանուցման համապատասխան տեքստը։ Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները, կարելի է ասել ամենօրյա ռեժիմով մուտք են գործում, հետևաբար սա ընդունել ենք որպես իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծանուցման հարթակ։ Կազմակերպությունները մտնելու են հարթակով աշխատելու համար, իրենց հաշվետվությունները ներկայացնելու համար եւ տեսնելու են իրենց ծանուցումները ստացված ոչ միայն պետական եկամուտների կոմիտեից, այլ նաեւ այլ մարմիններից։ Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են ծանուցումը ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող 3-րդ օրվանից, եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը տեղադրվելու է ազդարար AM կայքում եւ տեղադրվելուց հետո 5-րդ օրը նրանք համարվելու են ծանուցված, այսինքն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պարագայում հաշվի առնելով, որ նրանք պրոֆեսիոնալ սուբյեկտներ են, լրացուցիչ հիբրիդ փոստային ծանուցումը բացառվելու է։ Ծանուցումների տեղադրման կարգը, այդ թվում նաև այն, թե որն է լինելու ծանուցման հարթակը, որ կայքում է գործելու պաշտոնական էլեկտրոնային փոստը եւ այլ տեխնիկական մանրամասները սահմանվելու են կառավարության որոշմամբ։ Նշեմ, որ անձանց կողմից համակարգ մուտք գործելը կամ ծանուցում կարդալը ֆիքսվելու է համակարգի կողմից։ Մի կարևոր նորամուծություն եւս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին եւս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում։ Նախագիծը ընդունվելու դեպքում այն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի հաստատմանը։ Շնորհակալ եմ Տիկին Գալյան, հարգելի գործընկերներ, այս նախագիծը ըստ էության նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում ըստ էության դե յուրե վերացվում է ես ծանուցված չեմ հասկացությունը։ Դե յուրե, դե ֆակտո չգիտեմ ինչքանով, բայց դե ֆակտոյի մասին էլ Տիկին Գալյանը նշեց բոլոր հնարավոր տարբերակներով, այսինքն օբյեկտիվորեն, եթե օբյեկտիվորեն եւ ողջամտորեն նայենք այս սխեմային, ըստ էության տարբերակ չկա, երբ որ մարդը նաեւ դե ֆակտո ծանուցված չլինի։ Խնդիրն այն էր, որ միջևի մենք բազմաթիվ իրավիճակների հետ ենք բախվում, երբ որ մարդը դե ֆակտո ծանուցված լինելով, ըստ էության պետական մարմինները չեն կարողանում դե յուրե ապացուցել, որ անձը ծանուցված է, ամենատարբեր խնդիրներ է սա առաջացնում եւ կարծում եմ շատ էական եւ կարեւոր փոփոխություն է, բայց այս համատեքստում հարցը, որը ծագում է, հետեւյալն է, հիմա մենք պաշտոնական քաղաքացու, պաշտոնական էլեկտրոնային փոստի գեներացումը ինչպես ենք պատկերացնում, այսինքն ասացիք, որ կառավարության որոշմամբ ենք մենք սահմանելու, բայց կարծում եմ այսօրվանից պետք է մենք արդեն հստակ գծագրենք եւ պատկերացում ունենանք, թե ինչպես է այդ համակարգը աշխատելու։ Մենք արդեն ունենք հստակ պատկերացում եւ աշխատում ենք ոլորտի մեր գործընկերների հետ։ Այս պահին հանրային ծառայության համարանիշի հիման վրա էլեկտրոնային փոստերի հետ կապված է աշխատանքը իրականացվում եւ այն հարթակը, որի մասին որ խոսեցի, ըստ էության այսօր էլ կա, բայց թույլ տվեք անունը չհնչեցնել եւ սպասել կառավարության որոշման ընդունմանը։ Իհարկե, ես ուզում եմ շեշտել, որ սա առաջին քայլն է, որը արվում է այս ոլորտում, որպեսզի էլեկտրոնային ծանուցման համակարգը սկսի գործել, հետո մեր ոլորտի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրականում ավելի ճկուն է դառնալու եւ ավելի հարմար քաղաքացու օգտագործման տեսանկյունից։ Այսինքն մեր խնդիրն այն է, որ ապագայում, երբ գործի համապատասխան հարթակը, բոլորը իրենց ծանուցումները ստանան էլեկտրոնային եղանակով, ճակերտների մեջ լինի դա պարտադիր, որպեսզի հաջորդ քայլերը այլևս չգործեն։ Խոսքը հիբրիդ փոստի եւ ազդարար AM-ի մասին է։ Ես կարծում եմ, որ այս գլխից պետք է մտածել, որ նաեւ բջջային հավելված պետք է ունենա, որպեսզի նաեւ բջջային հավելվածների վրա մարդիկ կարողանան ներբեռնել եւ այդ ծանուցում ստանալու պահին, այսինքն ծանուցվեն իրենք, որ հաղորդագրություն կա, որպեսզի նայեն, իհարկե այն դեպքերում, երբ որ իրենք ուզենալու են ծանուցվեն, եթե չեն ուզենալու, այդ արդեն ուրիշ պատմություն է, դա արդեն այլ տրամաբանությամբ կլուծվի։ Խնդրեմ, պարոն Հարությունյան։
Շնորհակալություն պարոն վարչապետ, Տիկին Գալյան, 3 կարճ հարց ունեմ։ Ընտրությունների այս թղթային ծանուցումները ելի էս հարթակով են լինելու, թե մենք այլ կարգավորմամբ ենք լուծել այս հարցը, որովհետև հսկայական գումար ենք ծախսում դրա վրա եւ կարելի է նույնպես այստեղ ներառել, ինչքան գումար ենք առհասարակ խնայում պետական բյուջեից այս համակարգի ներդրման արդյունքում, եթե ունենք այդ հաշվարկը եւ այլ սուբյեկտները, որ ասեցիք, կարող են օգտվել դա վճարովի ծառայություն է լինելու, թե հասանելիություն ենք տալու։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ նաեւ ֆիզիկական իրավաբանական անձինք հնարավորություն են ունենալու ծանուցումներ ուղարկել այս հարթակի միջոցով։ Սա նշանակում է, որ այս հարթակը ոչ թե միակ պարտադիր ծանուցման հարթակն է լինելու, այլ գործելու է որպես դեռևս այլընտրանքային միջոց այն ծանուցումների համակարգերի, որոնք ներկայում գոյություն ունեն։ Ուղղակի օրենքով սահմանված կարգով ծանուցում իրականացնելու պարագայում քաղաքացիները, ինչպես արդեն նշվեց, համարվելու են պատշաճ ծանուցված, այսինքն ձեր առաջին հարցին պատասխանն այն է, որ այո, կարող է այդ ծանուցման process-ը կազմակերպվել նաև այս հարթակի միջոցով։ Հաջորդ հարցին անդրադառնալով պետք է նշեմ, որ մենք փորձել ենք հաշվարկել, թե որքան է ծախսվում թղթային ծանուցումների վրա պետբյուջեից, բայց հստակ թվեր չեմ կարող նշել, կարող եմ հարկադիր կատարումն ապահովող ծառայություններին վերաբերող թվական տվյալ նշել 2024 թվականի համար, օրինակ ծախսվել է 653 միլիոն 276 հազար 320 ՀՀ դրամ, այս տարվա բյուջեով մոտ 100 միլիոնով այս ծախսային տողը կրճատվել է եւ նաեւ բոլոր պետական մարմինների պարագայում մեր ֆինանսների նախարարության գործընկերները ասել են, որ կրճատումներ եղել են։ Ինչու ամբողջությամբ չի կրճատվում այդ ծախսային տողը, որովհետեւ դեռևս ունենք հիբրիդ ծառայություն, այսինքն հիբրիդ փոստային առաքման հնարավորությունը դեռևս նախատեսում ենք, բայց մոտ ապագայում մեր կանխատեսումն այն է, որ շատ ավելի քիչ պետք է դիմենք այդ հիբրիդ փոստային առաքման ծառայությունից օգտվելու տարբերակին, ինչ վերաբերում է եւ ունեմ այստեղ դեպարտամենտի ծախսը, եթե հետաքրքիր է, 24 թվականի ծախսը շուրջ 1 միլիարդ է կազմել օրինակ, որը բավական մեծ գումար է։ Մենք նախկինում քննարկումներ ունեցել ենք մի քանի միլիարդ, 4 եւ ավել միլիարդ ծախսվում է կապված տարվա առանձնահատկություններից, կապված ընտրություն կա, ընտրություն չկա։ Մենք 4-5 միլիարդ նվազագույնը այդ ծանուցումների վրա ծախսվում է, թղթային ծանուցումների վրա։ Ինչ վերաբերում է երրորդ հարցին, փոխվարչապետի հետ նաև քննարկումներ ենք ունեցել այս մասով եւ մեր միտքը գնացել է այն ուղղությամբ, որ հարթակից օգտվելը պետք է լինի վճարովի եւ պետական մարմինների եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար։ Իհարկե, այդ վճարի չափը պետք է լինի պակաս, քան թղթային ծանուցման համար նախատեսված վճարի չափը, ուղղակի սա մտածվել է նրա համար, որպեսզի կարողանանք կանխել ավելորդ ծանուցումների ուղարկումը տարբեր մարմինների կողմից եւ տարբեր ֆիզիկական անձանց կողմից։ Իհարկե, այդ վճարի չափը կարող է սահմանվել մինիմալ, օրինակ 1 նիշի համար սահմանվել 1 դրամ։ Չէ, իսկ փոստ ունենալը մարդ փոստի համար չի վճարելու, չէ։ Չէ, ուղարկողի, միայն ուղարկողի։ Այսինքն ստացողը ոչ, որևէ բան չի քաղաքացու համար բացելու ենք պաշտոնական էլեկտրոնային փոստ։ Այո։ Այդ էլեկտրոնային փոստի համար քաղաքացին չի վճարելու։ Փոստը ունենալու համար քաղաքացին Ոչ, չի վճարել պարոն վարչապետ, եւ ուզում եմ շեշտադրել նաեւ կրկին այն հանգամանքը, որ հարթակ մուտք գործելուց հետո քաղաքացին կարող է լրացնել իր համար ցանկալի էլեկտրոնային փոստի հասցեն կամ իր հեռախոսահամարը եւ ծանուցում ստանալու վերաբերյալ ինֆորմացիան ստանալ իր կողմից նախընտրելի եղանակով։ Այստեղ ուղղակի ես ուզում եմ նշել, պարոն վարչապետ, որ հիբրիդային փոստի գոյությունը դեռևս իրավաբանական կոնսենսուսի մաս է։ Իհարկե մենք անընդհատ մտածում ենք ոնց անենք, որպեսզի ցանուցումները լինեն բացառապես էլեկտրոնային, բայց քանի որ կա սահմանադրական իրավունք կամ չկա իր սահմանադրական պարտավորություն ունենալ էլեկտրոնային սարք, առանց հիբրիդային փոստի շատ խոցելի էր դառնում պատշաճ ծանուցման ինստիտուտը։ Բայց մենք դա կանենք մոտիվացիոն համակարգերով։
երբ որ պետությունը սկսի իր ծառայությունները մատուցել էլեկտրոնային եղանակով, այսպես թե այնպես միգրացիա լինելու թղթային կամ հիբրիդային փոստից դեպի էլեկտրոնային ծանուցման ռեժիմ, ինչը որ այսօր տեսնում ենք իրավաբանական անձանց դեպքում բեկում շատ հանգիստ ստացվեց, որովհետև թղթային ծանուցման հարց այլևս գոյություն չունի, որովհետև կա պարտավորություն, եթե զբաղվում ես բիզնեսով, պիտի վճարես հարկեր, եթե վճարում ես հարկեր, պիտի բեկի հետ ունենաս էլեկտրոնային հաղորդակցություն։ Մենք իրավաբանական անձանց մասով դրա համար տեղափոխվեցինք այդ հարթակ, որի գոյությունը հարցականի տակ չէ։ Չկա մի իրավաբանական անձ կամ անձրներից, որ չունի այդ էլեկտրոնային հասցեն։ Ֆիզանձանց դեպքում կրկնում եմ, մենք մոտիվացիոն համակարգով կբերենք դրան։ Ինչ վերաբերում է վճարին, շատ նորմալ է, որ ծանուցում ուղարկողը այդ ծառայության համար պիտի վճարի։ Նախ այդ համակարգը պիտի շահագործման մեջ միշտ արդիական մնա։ Ներողություն, բայց հիմա վճարում է, չէ՞։ Հիմա էլ է։ Բացի ուղարկողին այսինքն փոստին վճարելուց բացի թղթի համար վճարում է, չէ՞, գրիչի համար վճարում է, չէ՞, ծրարի համար վճարում է, չէ՞։ Պարոն վարչապետ, տպիչի համար կամ եթե տպում է տպիչի համար վճարում։ Անհամեմատ ավելի քիչ է վճարելու էլեկտրոնայինով կամ այս համակարգով, քան այսօր փոստի համար, բայց մի նյուանս էլ կա, որ մենք անհատական ծանուցումների մասով էլի որպեսզի իրավական լուծումը իդեալական լինի, կա տեղեկատվություն, որ մենք իրան ամբողջական չենք կարող ուղարկել կամ որևէ մեկին չի կարող ուղարկել, որովհետև անձնական տվյալներ է պարունակում։ Դրա համար այդ հիբրիդը դեռևս այդ ֆունկցիան կկատարի, այսինքն էլեկտրոնային ծանուցումը կասի, որ կա փաստաթղթեր, որոնք այս հասցեից կարող ես վերցնես կամ քո փոստարկղումա, այդ պարագայում այդ գաղտնիության անձնական տվյալների պաշտպանության եւ գաղտնիության հարցն էլ կլուծենք այս համակարգով։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մի հարց ունեմ Տիկին Գալյանին։ Հիշում ենք, որ մենք մի նման համակարգ ներդրեցինք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, ծանուցումների համակարգ եւ նաեւ այն ժամանակ խոսում էինք, որ սա կարող է լինել ստարտ կամ պիլոտային ծրագրի նման մի բան, հետագայում բոլոր պետական մարմինների ծանուցումները ուղարկելու այդ տարբերակով։ Հիմա հարցը հետևն է, արդյոք ինչ որ ինտեգրում կա, որտեղ ենթադրում եմ այնտեղ արդեն հազարավոր քաղաքացիներ այդպես են ստանում եւ կարող ենք այնտեղի գրանցված էլեկտրոնային փոստը ավտոմատ համարել այդ մեր նախընտրելի էլեկտրոնային փոստը, որը Տիկին Գալյանը նշում էր, որ կարող է քաղաքացին տրամադրել, որտեվ եթե այո, ապա արդեն հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքացի մենք բոլորս կկարողանանք ծանուցումներ ուղարկել, այդ թվում օրինակ մեր համակարգի հետ կապված։ Պարոն Թորոսյան, վաղ թե ուշ բոլոր պետական մարմինները ինտեգրվելու են այս համակարգին։ Հիմա ոստիկանությունը ունի իր ներքին համակարգը եւ այդ մոտիվացիոն կարելի ասել համակարգի գործարկմամբ եկել ենք նրան, որ քաղաքացիները ցանկանում են տրամադրել իրենց էլեկտրոնային հասցեները, որպեսզի օգտվեին որոշակի արտոնություններից։ Մենք հիմա նմանատիպ կարգավորումներ փորձում ենք նախատեսել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, որպեսզի կարողանանք այդ էլեկտրոնային հասցեները նաև փոխանցել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը եւ կարծում եմ որևէ խնդիր չենք ունենա վաղ թե ուշ այդ էլեկտրոնային հասցեներն օգտագործել հենց այս համակարգում։ Երկու եղանակով կարող է համակարգը աշխատել, պարոն Գրիգորյանը փոքր-ինչ խոսեց այդ մասին։ Առաջինը տեքստուալ ծանուցման մասին է խոսքը, երբ այդ հարթակում տեղադրվում է ծանուցման տեքստը, եւ մյուսը լինկով ծանուցման մասին է խոսքը, այսինքն այս դեպքում ոստիկանությունը այդ ծանուցման հարթակ պետք է ուղարկի ոչ թե համապատասխան տեքստը տուգանելու վերաբերյալ որոշման տեսքով օրինակ, այլ պետք է ուղարկի համապատասխան լինկը, որը տվյալ անձին կբերի արդեն ոստիկանության համապատասխան էլեկտրոնային համակարգ։ Տիկին Գալյան, ես ավելի շատ ինչ նկատի ունեի, քանի որ արդեն մենք հազարավոր քաղաքացիների տվյալներ ունենք, մենք կկարողանանք իրենց ավտոմատ ինտեգրել այս նոր համակարգ, որտեղ խոսակցությունը այն ժամանակ հենց դրա մասին էր, որ մենք դրանով հավաքենք քաղաքացիների մի մեծ խումբ, նրանց տալով զեղչի փաստորեն հնարավորություն տուգանքները քիչ մուծելու, որպեսզի եւ նրանք սովորեն այդ համակարգի եւ հետագայում իրենց տված այդ էլեկտրոնային փոստով ծանուցումը համարվի պատշաճ ծանուցում մնացած բոլոր պետական մարմինի համար, որպեսզի նաեւ քաղաքացին նորից չգրանցվի։ Այսինքն մենք նորից նրան չդրթենք գրանցվել այս նոր համակարգում։ Ես պարոն Թորոսյանի հարցը վերաձևակերպեմ,
Ընդհանրապես թվայնացման մեջ կա մի կարևոր սկզբունք, որը թվայնացման իհարկե արդյունքա, նաև սկզբունքա, որ մի տվյալը մի անգամ, որ քաղաքացին իր մի տվյալը պետության տալիս է մի անգամ։ Հիմա այս պարոն Թորոսյանի հարցը այս տեսակետից շատ կարևոր է, որովհետև միտեղ ասում ենք դե քաղաքացի, եթե ուզում ես էլեկտրոնային փոստիդ հասցեն տուր։ Հետո երկրորդ անգամ ենք ասում ենք դե էլեկտրոնային փոստիդ հասցեն տուր, հետո երրորդ, հետո չորրորդ, հետո 5-րդ, հետո 10-րդ, հետո 20-րդ։ Հարցը տևյալն է, եթե քաղաքացին որևէ պետական մարմնի մի անգամ իր էլեկտրոնային փոստի տվյալը տվել է, մենք պետք է երկրորդ անգամ չուզենք այդ էլեկտրոնային փոստի տվյալը։ Եվ եթե պետք է այս օրենսդրության մեջ կարգավորում անենք, ասենք եթե մարդը, որ այն որևէ հարթակում իրան, չնայած ես համոզված չեմ այդ հարթակը նույն ձևով է գործում թե չէ, բայց կապ չունի։ Եթե մարդը ասել է ինձ ծանուցումը տվեք այս հասցեով, ինչ ենք ասում, մի հատ էլ այս հասցեով մտի, մի հատ էլ մեզ ասա, որ հասցեով քեզ ծանուցենք։ Այսինքն այստեղ այդ սկզբունքից շեղում կարանի, չնայած մենք այդ սկզբունքից շեղված ենք, որովհետև թվայնացում չունենք պատշաճ մակարդակի։ Ես կարծում եմ դա հարց է, որը առնվազն պետք է դիտարկենք։ Պարոն վարչապետ, ես իմ խոսքում նշեցի, որ եթե անձը գրավոր կամ այլ եղանակով կամ հարթակի միջոցով ասում է, որ ես ցանկանում եմ ծանոթվել այս եղանակով, ապա արդեն ասել է, հարցը տեխնիկական լուծման դաշտում է, կարծում եմ։ Միարժեքորեն հնարավոր է այդ հարցը լուծել։ Եթե ասել է պետություն, կառավարություն, եթե ես ճանապարհային երթևեկության կանոնները խախտել եմ եւ ինձ տուգանել եք, ինձ այս էլեկտրոնային ձևով ծանուցեք։ Հա, այսինքն դա իր համար պատշաճ ծանուցում է։ Այո, Եվ այդ նույն մարդուց էլի նույն հարցի պատասխանը չուզենք, ասենք այս հասցեով, եթե հասցեով է գործում դա, տենց է գործում, թե բջջային համարի, թե հավելված հասցեով է գործում, դե ուրեմն մենք օրենքի մեջ պետք է կարգավորում անենք, ասենք եթե մենք հարթակով մեզ քաղաքացին որևէ տեղ տվել է, ասել է ինձ ծանուցեք այս հասցեով, իրան երկրորդ անգամ չենք հարցնում, քեզ որ հասցեով ծանուցենք, որտեվ դա առնվազն ներվայնացնող է, կասի լավ հասկացանք, մի անգամ ասցինք 2, 3, 4, ոչ չենք կարող ամեն օր ասենք մեզ որ հասցեով ծանուցենք։ Պարոն վարչապետ, հիմա նախագծում արդեն իսկ այդ կարգավորում կա, եթե անձը գրավոր տարբերակով ներկայացրել է կոնկրետ էլեկտրոնային հասցե, անկախ նրանից թե որ պետական մարմինն է ներկայացրել, համարվելու է պատշաճ ծանուցված, այնպես որ այդ խնդիրը լուծված է, իսկ հենց այս հարցը զուտ տեխնիկական լուծման ենթակա հարց է։ Բան ունեիք ասելու Տիկին Սարգսյան։ Պարոն վարչապետ, երբ որ երթևեկության կանոնների մասով մենք մոտիվացիոն համակարգը դրեցինք 20% զեղչով տուգանքը ստանալու, այս պայծրությամբ շուրջ 120,000 վարորդ ունենք, որը հարթակով գրանցված է եւ 20% բոնուսային համակարգից օգտվում է։ Մենք մեյլերը հավաքել էինք հենց երթևեկության կանոնների խախտման տուգանքների համար, շատ տեխնիկապես ուղղակի հարթակով մի հարցադրում կտանք քաղաքացուն, որ սա նաեւ օգտագործվելու են մնացյալ բոլոր process-ների համար, կստանանք հաստատումը եւ որևէ խնդիր չկա էլեկտրոնային փոստը օգտագործելու մնացյալ պետական մարմինների process-ների։ Շատ լավ, բայց էլի ես մտածում եմ մենք քաղաքացուն սենց նայեմ, եթե մենք սենց թենել ստեղծում ենք մի համակարգ, ասում ենք գիտեք ինչ ազդարարում տեղադրելու ենք ու բան ենք, իրան չենք հարցնում, չէ որ ազդարարում տեղադրենք, կլինի քեզ համարենք ծանուցված, թե չէ, չենք ասում, եթե քաղաքացին մեզ կպատասխանի, կասի համաձայն եմ, հենց ազդարարում դրեք ես, ինչ ենք նորից հարցնում, ասենք մարդ հասկանում եք, ամեն բանը, ամեն հարցումը, հարցադրումը, այդ էներգիա է։ Այդ էներգիան գնում է եւ պետական մարմնից եւ մարդուց։ Այսինքն եթե մի անգամ ասել ենք, մենք կարանք կարգավորենք, օրենքով ասենք, եթե որովհետեւ ամբողջ օրենքը դրա մասին է։ Ամբողջ օրենքը դրա մասին է, որ այն մարդիկ, որոնք բոլոր հնարավոր ձևերով ուզում են խուսափեն ծանուցված լինելուց, մենք ասում ենք, չէ, չի լինելու տենց բան։ Հիմա ինչ ենք երկրորդ անգամ մենք կարանք կարգավորենք, կարանք նույնիսկ թվարկենք, ասենք այստեղ, եթե մի անգամ տվել է, ուրեմն այդ հասցեն մենք համարելու ենք բան, համարվելու է ծանուցված։ Դա մեր օրենքի տրամաբանությանը ես բանը իմ ասածը ինչ է, ես ինչի համար եմ դա ասում, որովհետև մի հատ լրացուցիչ գործողություն չա։ Հիմա եթե մարդը նայեց, ասենց, հա, ուզում են ինձ ծանոթեն, չեմ պատասխանում այս հարցին, ինչ ենք անելու։
Ոչի բան չենք կարողանալու անենք, գալու ենք մի հատ է փոխենք, ասենք լավ, քանի որ 120,000-ից 500-ն է պատասխանը, եկեք կարգավորումը անենք։ Հիմա փաստացի մարդը ծանուցվել է, տուգանքը վճարել է 20%-ն է ստացել է, ճիշտ է։ Այդ ինքը աշխատող համակարգը։ Եթե այլ խնդրեմ չկա, ես կարծում եմ, եթե այլ խնդրեմ չկա, եթե պարզվի որ չէ, պետք է անպայման տենց անենք, շատ լավ անենք անպայման տենց։ Բայց եթե կարող ենք չանել, չանենք, համեցեք։ Փորձեմ ֆիզիկապես նկարագրեմ, էլի, որովհետև այդ հարցը ես կարծում եմ լուծված է։ Եվ ոնց որ մենք մեր տանը ունենք փոստարկղ, հասցեն փոխելուց, ասում ենք հասցեն փոխվել է ուրիշ տեղ փնտրեք այդ փոստարկղը, այդ նույնը լինելու է էլեկտրոնային։ Մենք բոլորս ունենալու ենք էլեկտրոնային փոստարկղ։ Բայց դեպքեր կա, երբ որ անձը քաղաքացին ասում եմ մի ծանոթի դիրք ու հարթակում ես կհամարվեմ ծանոթված։ Ես կմտնեմ կնայեմ, պետք չի ուղարկել ինձ այդ ինֆորմացիան, ինձ մի ուղարկեք։ Դրեք ձեր հարթակում, ես կմտնեմ կտեսնեմ, կհամարվեմ ծանոթած կամ ասում եմ SMS ուղարկի։ Ուզում եմ ասեմ, պարոն վարչապետ, ձեր ասած հարցը հաստատ լուծված է նախագծով, որովհետև այլ ընտրանք էլ չկա, այս ամբողջ տրամաբանությունը ես պեկի օրինակը դրա համար բերեցի, որ ցանկացած քաղաքացի պիտի պետությունում ունենա էլեկտրոնային աշխատասենյակ, տենց անվանենք, ու դրան կհասնենք։ Այն ինչ որ վերաբերվում է ջվու խախտումներին, այդտեղ գործել է մոտիվացիոն համակարգը, այսինքն մենք ու այդ լավ փորձ է, մենք այդ փորձը տարածելու ենք բոլոր դեպքերի վրա, բայց այնտեղ որոնք են որ էլեկտրոնային փոստարկղն ա տվել, որ դեպքերն ա որ ասել դու դիրքո մոտ ես կտեսնեմ ու կվճարեմ տուգանքը, պետք չի փոստատարություն, հիմա ուղղակի վստահ չեմ, բայց եթե այնտեղ տրված է փոստարկղ, դա կօգտագործվի այս համակարգի մեջ։ Ամեն դեպս այս դիտանկյունից նայենք, որպեսզի հնարավորինս հարթ լինի համակարգը։ Համեցեք բան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կարծում եմ մի դրվագել կա, որ կարող է նույն անձի վերաբերյալ մենք միանգամից ստացված մի քանի ծանուցման հարթակներ ունենք, նույն եթե անձը նաև անձեռնարկատերը ունի ՊԵԿ-ի իր գրասենյակը, բայց նաև էլեկտրոնային հասցե է տվել, որ ներքին գործերի նախարարության կամ ճանապարհային ոստիկանության այդ արտոնյալ համակարգից օգտվի դույժերի վերաբերյալ ծանուցման։ Այստեղ էլ պետք է առաջնահերթությունները կանոնակարգենք, որովհետև ժամանակի ընթացքում դրանցից մեկը կարող է դադարի, մյուսը կարող է շարունակի գործել։ Այդ անձը պետք է իր համար խաղի կանոնները հստակ պատկերացնի, թե մենք ինչպես ենք շարունակելու իր հետ հարաբերվել ցանկացած հաջորդ իրավիճակում։ Կարծում եմ այդ մեխանիզմը նկարագրված է, որովհետև եթե անձը էլեկտրոնային փոստը չի գործում, այնուամենայնիվ ինքը պիտի իմանա, որ այդտեղ խնդիր կա, բայց պաշտոնական էլեկտրոնային փոստը աշխատելու պարտականությունը մերն է եւ մենք պետք է ապահովենք, բայց եթե նույնիսկ այդտեղ չի գործում, մեկը իրազեկման ազդարարը եւ պետեկամուտների կոմիտեի համակարգը մեկը գործելու է եւ այս տրամաբանության, այսինքն իմ տեսածով չի ընդհատվում այդ շղթան, բայց ամեն դեպքում համակարգը նորա պետք է իրան նայել ուշադիր, որպեսզի լինի ամբողջական։ Կային այլ դիտարկումներ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կարծում եմ իհարկե ավելորդ հասել թվայնացման այդ ծառայությունների այդ թվում եւ ծանուցման թվայնացումը ինչքան ողջունելի է եւ համահունչ ժամանակակից աշխարհին, բայց կարծում եմ, որ որոշ բաներ կան, որից պետք է օրինակ խուսափել, ես փորձեմ առարկայական ձևակերպել, հա, ես կարծում եմ, որ չպետք է քաղաքացուն աստիճանաբար ավելի ու ավելի դնենք մի իրավիճակում, որտեղ ինքը ստիպված լինի մի հատ, չգիտեմ, ինչ որ պարբերականությամբ այցելել փոլիսեին, որպեսզի տեսնի հոտուգանք չունի ճանապարհային երթևեկության։ Մի հատ այցելել, չգիտեմ, աշխատանքի նախարարության հարթակներ, որ տեսնի կենսաթոշակի հետ կապված նորություն կա թե չէ, մի այցելի Արմետ, մի հատ էլ հիմա այցելի էս մյուս նոր հարթակը, որ նոր հասկանա, որ իր եւ պետության գործերը, իր հարաբերությունները պետության հետ կարգավորված են, խնդիր չկա։ Ինչ որ միասնական բան է պետք, այստեղ ինտեգրացված մոտեցում է պետք։ Հուսով եմ գործընկերներ հոգ են տանում դրա մասին, վստահ եմ, բայց նաեւ հարց ունեմ, էլի։ Այս process-ում, որը Տիկին Գալյանը նկարագրեց, մի դրվագ կար, որտեղ ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ գուցե
մասնավոր տեղեկությունների, ոչ այնքան անձնական տվյալների պաշտոնական բանի հրապարակման, այլ ընդհանրապես մարդու կյանքին վերաբերող մասնավոր տեղեկությունների հանրայնացում լինի։ Հարցս այդ մասին է, Տիկին Գալյան, ասացիք են հիբրիդայինի դեպքում ծանուցում ուղարկում եք փոստային ծառայությանը, իրանք են դա տպում, դնում ծրարի մեջ եւ ուղարկում։ Եթե դա ծանուցման բովանդակությունն է, ոչ թե փաստը, որ դու այնտեղ ծանուցում ունես, ապա այդ տեղեկությունը, որը ես կուզեի գուցե գաղտնի մնար, հայտնի դարձավ փոստային ծառայության աշխատակիցներին, հետո եթե այդ էլ չի աշխատում, դնում եք ազդարարում։ Հիմա այդ ընդհանրապես լրիվ հանրայնացրեց բովանդակության մասին է խոսքը, թե ծանուցման փաստի, թե ինչ։ Մենք ամեն ինչ արել ենք եւ պետք է շարունակենք անել, որպեսզի անձնական տվյալները լինեն պաշտպանված։ Հետևաբար խոսքը ծանուցման առկայության փաստի հաստատման մասին է, այսինքն ազդարարում կախվում է ծանուցումը այն բովանդակությամբ, որ դուք այս պետական մարմնից ունեք ծանուցում, հակիրճ բովանդակությամբ, այսինքն անձնական տվյալները պետք է ամեն դեպքում լինեն պաշտպանված, մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունները։ Եվ մի բան էլ, պարոն Միրզոյան, հենց ձեր կողմից բարձրացված խնդրի լուծմանն է միտված այս հարթակի ստեղծումը, որպեսզի քաղաքացին ունենա մեկ կաբինետ, մտնի այնտեղ, դա կլինի application հեռախոսի վրա համապատասխան smart այդ գadgetների վրա, կմտնի այդտեղ եւ կտեսնի, որ այս կամ այն պետական մարմիններից, իրավաբանական անձանցից ունի ծանուցումներ։ Այսինքն խոսքը այս համակարգի ստեղծման մասին է, որը միասնականացնելու է ծանուցումների ամբողջ համակարգը։ Պարոն Միրզոյան, ձեր բարձրացրած մյուս հարցի հետ կապված ելի վերադառնամ կրթության թեմային, մենք հենց ձեր նշած հարցերի հետ առերեսվելու եւ արձանագրելով, որ մենք այդտեղ նաեւ գիտելիքների որոշակի պակաս ունենք, մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել եւ հույս ունեմ բոլորդ իրազեկված եք դրա մասին, որպեսզի պետական